Նրան տապանում հյուրընկալել եմ Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ, Երևանի ավականու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանին։ Տիկին Խաչատրյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօր Բաքվում ավարտվեց Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործով այդ շինծու դատավարությունը, որի արդյունքում ղեկավարները դատապարտվեցին 20 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկման։ Մինչդեռ 3 Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները օրինակ Աբու Դաբիում արժանացան մի մրցանակի, որը շնորհվում է խաղաղության, համագործակցության, երկխոսության, հանդուրժողականության համար։ Այս հակասությունը հայ հանրությանը որոշ ուժերի, մարդկանց սովորական շարքային թույլ է տալիս չհավատալ, մտահոգություններ ունենալ Ալիևյան ռեժիմի հետ հաստատվող կամ իշխանությունների կողմից ներկայացվող խաղաղության նկատմամբ։ Դուք ինչ դիտարկումներ կանեք, ինչ տպավորություն ունեք։ Գիտեք, այն process-ը ինչ գնում է սպային Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ստորագրման խաղաղության պայմանագրի շուրջ, դրան դեմ գնալու հնարավորություն չունի թե Հայաստանի Հանրապետությունը, թե առհասարակ որևէ իշխանություն, որը կգա, որովհետեւ դեմ գնալ խաղաղությանը մենք ինչ պետություն կդիտարկվենք, բայց պետք է նաեւ շարունակել ցանկացած խնդրի հետ կապված այս պահին դատավարության արդյունքների հետ կապված շարունակել միջազգային տարբեր պետությունների հետ աշխատել, որպեսզի հնարավոր լինի լուծումները գտնել։ Այդ ամեն ինչ ժամանակի ընթացքում է, վերջերս նաև ունեցանք գերիներ, որոնք վերադարձվեցին, էլի դատական process-ում էին, այսինքն ոչինչ կորած չէ, ամեն ինչ դեռ առջևում է, մենք դեռ պետք է պետությունը պայքարի գերիների, թեկուզ դատապարտված արդեն գերիների, իրենց պատկերացնում դատապարտված գերիներին վերադարձնելու համար։ Այո, կարող են սրանք կասկածի տեղիք տալ հասարակությանը բայց այստեղ Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության, այսպես ասեմ, որոշելիքը չի խաղաղության process-ը, իրենք խաղաղության process-ին գնում են ազդեցիկ այնպիսի պետությունների կազմակերպված process-ներով, այնպիսի միջամտությամբ, որին իրենք դեմ գնալ, ես կարծում եմ հնարավորություն չունեն, որովհետև իրենք ունեն լուրջ կախվածություններ այդ պետություններից եւ գնալ դեմ այդ պետությունների որոշումներին, այդ պետությունների առաջարկներին հնարավորություն չի ունենալու Ադրբեջանը։ Պետությունների թե պետության թե Եվրամիության, թե Ամերիկայի Միացյալ Նահանգների, ինքը Ադրբեջանը չի կարող այդ երկուսի որոշումներին դեմ գնալու, առաջարկներին դեմ գնալու process-ը այնուամենայնիվ ինքը դանդաղ process է գնում է, մենք միգուցե չենք տեսնում շատ տեսանելի ամեն ինչ չենք տեսնում միանգամից, բայց արդյունքում, վերջնարդյունքում կտեսնենք, կարծում եմ, այն ինչ սպասում ենք։ Այդ դեպքում ասել, որ այս խորհրդանշական մրցանակները, երբ մրցանակի ստեղծողները կամ կազմակերպիչները որոշում են հանձնել Ալիևին եւ Փաշինյանին, նաեւ այդպիսով փորձում են կառավարելի պահել այս գործընթացը խաղաղության։ Իհարկե, ընթացքը ամբողջ գործընթացը process-ի մեջ է եւ հետեւողական հետեւում են գործընթացին։ Իսկ դուք պայմանագրի ստորագրման հետ կապված հավանականությունը ինչպես կգնահատեք։ Գիտեք, պայմանագիրը ես լիահույս եմ, որ կստորագրվի, ուշաչուտ կստորագրվի, ամենայն դեպս նախնական տարբերակը առնվազն մոտ ամիսները հույս ունեմ, որ պետք է ստորագրվի, շարունակությունը դե process-ներ են, որոնք դեռ գնալու են։ Միանգամից չի լինելու ամեն ինչ, միանգամից մեկ թուղթ ստորագրելով չի լինելու այդ խաղաղության պայմանագիրը։ Տիկին Խաչատրյան, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարն է Հայաստանում, նա ազգային ժողով պետք է այցելեր եւ այդ այցին զուգահեռ ընդդիմադիր հանրապետական կուսակցությունը բողոքի ակցիա էր իրականացնում, որի շրջանակներում բարձրաձայնում էին ինչպես Բաքվում պահվող նշյալ գերիների հարցը, այնպես էլ հայաստանյան բանտերում պահվող բանտարկյալների հարցը, որոնց նրանք անվանում են քաղբանտարկյալներ։ Դուք ինչ դիտարկումներ կանեք, ձեր գնահատականը ո՞րն է։ Արդյոք այդ մարդիկ քաղբանտարկյալներ են, թե ոչ։ Երկու դեպքում էլ ո՞րն է ձեր մեկնաբանությունը։ Տեսեք, եթե հանրապետական կուսակցությունը այդ ակցիան աներ Բաքվում պահվող գերիների հետ կապված, ես կհասկանայի ու կողջունեի, բայց այստեղ գալիս է արդեն օգտագործելով Բաքվում պահված գերիների անունները, նաև բերում են իրենց պատկերացրած ներքաղաքական իրենց ճակերտավոր քաղբանտարկյալները։ Ես համարում եմ, որ
Հայաստանի Հանրապետությունում չկան այս պահին քաղաքբանտարկյալներ։ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին առնվազն քաղաքական հետապնդումներ չեն լինում։ Լինում են քրեական որևէ վարույթներ, որի շրջանակում լինում են պրոցեսներ։ Հոգևորականների մասը կուզենայի առանձնացնել, օրինակ իրենց ինչպես անվանել։ Գիտեք, եթե հոգևորական ես, եթե որևէ կերպ ինչ-որ անուն ես կրում, դա չի նշանակում, որ դու մարդ չես, որ դու Հայաստանի Հանրապետության քաղաքացի չես եւ դու կարող ես ամեն ինչ անել։ Համարենք հոգևորականը մարդ է սպանել, կաթողիկոսը համարենք մարդ է սպանել, ինքը չպետք է պատժվի Հայաստանի Հանրապետության օրենքներով, պետք է, չէ, պատժվի։ Հետևաբար այն պրոցեսները հոգևորականների նաեւ շուրջ ինչ գնում է Հայաստանի Հանրապետությունում, դրանք բոլորը տեղավորվում են այն հոդվածների շուրջ, իմ պատկերացմամբ, որոնք դրված են, որոնք մեղադրանքի հիմքում դրված են։ Դուք ասացիք Հայաստանում քաղաքբանտարկյալներ չկան, դա ինչով է պայմանավորված ձեզ Նիկոլ Փաշինյանի բարի կամքով եւ տարբերությունը, եթե նախորդ տարիների հետ եք դուք համեմատում, ամեն դեպքում ձեր խոսքում այդպիսի համեմատություն արեցիք, ապա այն ժամանակ խնդիրը Հայաստանի Հանրապետությունում այսօր ընդդիմությունը կարող է ասել այնինչ մտածում է։ Հայաստանի Հանրապետությունում այսօր մամուլը կարող է խոսել այնինչ հնարավոր է։ Ես Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիներից եմ, այն քաղաքական process-ներում եղած մարդկանցից, ով անցել է նաև 2003-2004 թվականներ եւ այն ժամանակ երբ ուղակի հանրահավաքի մասնակցելու համար դու հայտնվում էիր ոստիկանության բաժանմունքներում եւ դաժանաբար ծեծվում էիր։ Դու շքամուտքերում ամբողջ քո տուն գալիս էին խուզարկության։ Ամեն ինչ, բոլոր տեսակի դու հնարավորություն չունեիր որևիցե կերպ, որևիցե տեղ աշխատանք գտնելու։ Եթե դու ընդդիմություն էիր, ուրեմն դու դատապարտված էիր, այնտեղ գնում էր, ես ասել եմ, հիմա ընդդիմությունը ունի հնարավորություն լինելու իսկական ընդդիմություն, որը պետք է լինի, որը ընդդիմությունը պետք է լինի ոչ թե հայհոյող, ոչ թե աթոռի համար պայքարող, այլ ընդդիմությունը պետք է լինի պետությանը օգնող, պետության համար աշխատող եւ պետության համար աշխատելուց նաեւ իշխանության դիրքերը բարձրանում են, պետության դիրքերը բարձրանում են երկրում։ Այս պահին այն ընդդիմությունը, որի մասին խոսում ենք, որը հասարակության պատկերացման, որ այդ է ընդդիմությունը, մենք դեռ սովոր չենք, որ ընդդիմությունը պետք է լինի կառուցողական ընդդիմություն, մենք դեռ սովոր չենք, կառուցողական ընդդիմություն նախորդ տարիներին չենք հասցնում դեռ ակնհայտ երևացող ունենալ։ Տեսեք, դուք ասում եք ունեցել եք, ես համարում եմ, որ այո, մենք եղել ենք ընդդիմություն եւ մենք կանք ընդդիմություն եւ մենք բերել ենք առնվազն մի քանի թիմով հավաքվել եւ բերել ենք ընդդիմանալով իշխանությանը, բերել ենք 60,000 ստորագրություն Եվրոպական միությանը միանալու, մեր նախագիծը եւ դրանով մենք նաև օգնել ենք պետությանը, որպեսզի ճիշտ այդ ուղու վրա գնա։ Ընդդիմությունը պետք է նման գործունեությամբ։ Ընդդիմությունը կարող ունենա աշխարհակաղակական տարբերություն իշխանությունից, կարող ունենա ներքաղաքական, բայց դա չի նշանակում, որ պետք է աթոռակռվի համար մոռանալ ամեն ինչ եւ չօգնել պետությանը։ Այս պահին ամենայն դեպս ազգային ժողովում չկա ընդդիմադիր այնպիսի գործիչ, չկա ընդդիմադիր, որ հայանպաստ որևէ գործ է անում եւ իշխանությանը բերել է այն process-ներին, որ կարողանա հայանպաստ գործ անել։ Մենք լինելով արտախորհրդարանական ընդդիմություն, մենք կարողացել ենք իշխանությանը կանգնեցնել են փաստի առաջ, որպեսզի մեր Եվրաքվեի հաստորագրահավաքները փաստեր, որի առաջ կանգնեց իշխանությունը, բայց ընդդիմությունը, որը հայանպաստ քայլ էր, չէ, բայց ընդդիմությունը չունի մեկ արած բան, ազգային ժողովի ընդդիմությունը առնվազն, որը կարա երկրին տանի որևէ հայանպաստ նման գործունեության։ Այդ դեպքում Տիկին Խաչատրյան, ինչ է կարծում, ինչու ամեն դեպքում հանրության մեջ կա տպավորություն, որ թեկուզ հանրապետություն կուսակցությունը իշխանության հետ պրոքսի ուժ է։ Հանրապետությունը կուսակցությունը միշտ եղել է պետականամետ, միշտ եղել է հանրապաստ գործունեություններ ծավալող եւ մենք մեր երբևիցե չենք փոխել մեր քաղաքական դիրքը եւ մենք շարունակում ենք լինել նույն դիրքում։ Էլի եմ ասում, որովհետեւ հասարակությունը չի ընկալում ընդդիմություն ասածը այն ինչին սովոր է տարիներ շարունակ եղել, որ ընդդիմությունը պետք է լինի մահապարտ, որ իրար պետք է հայհոյեն, իրար պետք է ինչ ասես ասել, բայց ամենևին դա չէ ընդդիմությունը իշխանություն է, իշխանության
պետության մի հատված է, հա, որը պետք է իր ճիշտ իր տված քվեն, իր ստացած մանդատը, իր հնարավորություններն նաև նույնպես օգտագործի Հայաստանի Հանրապետության շահից ելնելով։ Ընդդիմությունը նրա համար չէ, որ միայն գոռա, միայն բղավի, միայն հակադրվի։ Ընդդիմությունը պետք է աշխատի, ընդդիմությունը պետք է աշխատի օրենսդրական նախագծերով, ընդդիմությունը այո պետք է աշխատի իշխանությունների հետ ստիպելով իշխանություններին անել պետության համար կարևոր գործողություններ։ Մենք անում ենք դա, եւ քանի որ հասարակությունը տեսել է Քոչարյանի տարիներ, տեսել է Հանրապետականի տարիներ եւ առնվազն Քոչարյանի տարիներին, որ փողոցում ընդդիմությանը ծեծում էին, ջարդում էին, ընդդիմությունը չէր կարող խոսել, մենք չենք ունեցել հեռուստաեթեր, որով հնարավորություն մենք մի ամեկ ա եղել, ամեկ պլյուս ա եղել, որը կարողացել է մի քանի կադրեր նկարել այդ տարիներից, նույնիսկ կադրեր չկան պահպանված նորմալ։ Հետևաբար հասարակությունը սովոր չի, որ ընդդիմությունը կարող է չհայհոյել, այդ է ամբողջ ընկալումը, բայց ես գրեթե վստահ եմ, որ մեր հասարակությունն արդեն հոգնել է տեսնելով ազգային ժողովում ոչինչ չլինելը, տեսել է անընդհատ այդ կռիվները, տեսնում է նաև ամենտեղ, նաև քաղաքապետարանում մենք անընդհատ գնում է կռիվներ։ Հիմա մենք քաղաքային իշխանություն ենք եւ նույն փոքր տեսակն է ազգային ժողովի եւ մենք ամեն նիստի, երբ որ մենք պետք է որոշենք կարևորագույն որևիցե բան քաղաքի համար, մենք ընդհանրապես պոպուլիստական ելույթներ, հակադարձումներ, վատ բառապաշարով բանավեճեր եւ այդ երբ քեզ ասում են դու չես կարողանում չհակատարձել ու դառնում է կռիվ, բայց այնտեղ պետք է այդ դահլիճներում պետք է լինեն առաջարկներ պետության համար, պետք է լինեն առաջարկող մարդիկ ու հենց այս ընտրությունները պետք է լինի հենց այդ Հայաստանի Հանրապետության շահի համար, ցանկացած քաղաքացի ընդդիմություն ընտրելուց պետք է հասկանա ինչի համար է ընտրում, ում է ընտրում եւ հանուն հայրենիքի ինչ հնարավորություններ ունի այս մարդը անելու, թե էլի գնալու ազգային ժողով կռիվանի մամուլը լցվի այդ կռվով, եթերաժամ փակենք եւ ոչինչ Հայաստանի Հանրապետության համար։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Վաճառվում է գերմանական հնաոճ դաշնամուր 1892 թվականի արտադրության ֆոն Մուրբախ, գտնվում է գերազանց վիճակում, կինը 15000 ԱՄՆ դոլար, հեռախոսահամար 094 115 310։ Երևան փոստը Գրանադա Հյուզում, տեղեկացնում եմ, դրամական փոխանցումներ 1%-ով, օդանավով 1 պաունդը 2.99, նավով ուղարկեք մեկ արկղ, երկրորդ արկղը անվճար, ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով, ինչպես նաև կահույք և մեծ չափի բեռների փոխադրում։ Ջաքփաթ հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաև կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Ջաքփաթի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Ջաքփաթ հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։
Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն Քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Ըստ ձեզ խորհրդարանում գտնվող ընդդիմության, եթե կարելի է այդպես անվանել, մեր հեռուստադիտողները բազմաթիվ մեկնաբանություններ են գրում, որ պետք չի նրանց ընդդիմություն անվանել, ամեն դեպքում նրանց խնդիրը ո՞րն է, որ չեն կարողանում իրենց մանդատը ըստ օգտակարության օգտագործել։ Գիտեք, իշխանությունից հետո ընդդիմություն լինելը երևի թե բարդ բան է եւ հետ է պատճառը իրենք այս պահին իրենք այն աթոռին, որին իրենք եղել են, դրա կռիվն են տալիս եւ ոչ մի աղաց չունի իրենց աշխատանքը, իրենց որևէ գործողություն Հայաստանի Հանրապետության շահի հետ, այստեղ աթոռակռիվը, այստեղ իրենց ունեցածի պահելու խնդիր է, իրենց սա է անձնական շահն է դրած 2021-ից հետո անձնական շահն է դրած մանդատի ետևում 2021-ից հետո դեռ չեն հասկացել, որ իշխանություն դառնալու հնարավորությունը ամեն դեպքում այդքան էլ մեծ չէ։ Ընդդիմություն, այո, գուցե կարող են դառնալ, բայց իշխանություն վերցնել, երբ որ Փաշինյանը պարտված երկրի ղեկավար լինելով նորից վերընտրվեց։ Գիտեք, հենց այդտեղ էր խնդիրը, որ ընդդիմություն ընտրելուց սխալվեց ժողովուրդը։ 2021-ին ընդդիմություն ընտրելու սխալմունք է ունեցել ժողովուրդը եւ ընդդիմություն ընտրելուց ինքը ընտրել է իրեն թվացial ընդդիմություն, բայց ընտրել է հենց այն մարդկանց, որոնք եկել են իրենց աթոռների յետ բերելու կռիվը տալու։ Այո, իրենք չունեն այլևս հնարավորություն գալու իշխանության։ Ցանկացած ապագայի ուժ, գոյություն ունեցող ուժ հնարավորություն ունի, բայց ոչ այն ուժերը, ում անվան ետևում կա նախկինների անունը եւ կա այն անունը, որը արտաքին քաղաքական նաև ուղղվածությունը, որը դրված է Հայաստանի Հանրապետության պատերազմից հետո առնվազն եւ նորից ասեմ մենք ստորագրահավաքը Եվրաքվեի վառ օրինակ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս չի տալու ձայն պրոռուսական ուժերին, որովհետեւ ինքը տեսավ պատերազմով, թե ով է իր բարեկամը եւ ով է իր թշնամին, իրական թշնամին, բարեկամ թշնամին ամենավտանգավորն է։ Հիմա Հայաստանի Հանրապետությունում այնպիսի մթնոլորտ է ձևավորված, որ սա վերջին խրխռոցն է, ռուսական ազդեցության փորձելու որևէ կերպ իշխանություն վերցնելու վերջին հնարավորությունն է Ռուսաստանի լինելու Հայաստանի Հանրապետությունում ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն իրենց ուղարկելու են քաղաքական աղբաման, թե ներքաղաքական պրոռուսական ուժերին եւ թե արտաքին քաղաքական բոլոր խաղացողներին։ Դա նշանակում է նաև ուրեմն վտանգավոր շրջան ենք թևակողում, եթե խրխռոցն է, դա ստիպելու է, որպեսզի այդ կողմին ավելի ռադիկալ գործողությունների գնալ եւ քանի որ սա անցանք հայ-ռուսական այդ հարաբերությունների թեմային, ես տեղեկացնեմ, որ այսօր Ալեն Սիմոնյանը Մոսկվայում է, այնտեղ հանդիպել է Լավրովին, Լավրովը օրինակ ասում է հյուսիսից Հայաստանի դեմ նախապատրաստվող հարձակումների մասին պնդումները տարօրինակ են, ընտրությունների շեմի նման հայտարարությունները սադրիչ են եւ դրանք անում են քաղաքական գործիչները, հաշվի առնելով հանրապետություն կուսակցության դիրքորոշումը Ռուսաստանի հետ հարաբերությունների մասով, ինչ կարող եք ասել, ինչու եք սադրում այս առնվազն իրենց լեքսիկոնների մասով պարոն Սիմոնյանը շատ լավ պատասխանեց, որ այնտեղից եկող սպառնալիքները, ռետորաբանությունը Հայաստանի Հանրապետությունում լուրջ խնդիր է առաջացրել։ Ես շատ ուրախ եմ, որ այդպիսի հիստերիա է իրենց մոտ սկսել, արդեն խոճապ է սկսել եւ այդ խոճապը ակնհայտ ցույց է տալիս, որ իրենք Հայաստանի Հանրապետությունում կորցնում են իրենց հնարավորությունները եւ հենց իրենց այստեղի ներքաղաքական նույնիսկ խաղացողներին անընդհատ տարբեր խաղացողներով խաղալնել է բերում հենց նրան, որ իրենք կորցնում են իրենց դիրքերը։ Տեսեք, իրենց սրտի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանը կա եւ մնում է, շարունակում է մնալ, բայց իրենք նոր խաղացողներ փորձեցին դաշտ մտցնել, Մերձևովի պատկերով, մեր ձևովի նման, բայց արդյունքում իրենք այնքան վատ են կազմակերպում այդ ամենը, որ չեն կարողանում իրենց ականջները թաքցնել առնվազն այդ ամենի հետևում եւ կարողանան այնպիսի խաղացողներ բերեն, որոնք բացահայտ չլինեն իրենցը։ Ու այստեղ հասկանալով, որ ապագա ընտրություններում, հունիսի ընտրություններում երկու ուժերը եւ 10 ուժ, 20 ուժ, ինչքան էլ իրենք ստեղծեն, բոլորը միասին հնարավորություն չունեն
վերցնելու իշխանության փորձում են որևէ կերպ սպառնալիքներով Հայաստանի Հանրապետության նման հիբրիդային պատերազմի ֆոն են ստեղծում եւ այդ լեքսիկոններով եւ այդպիսի արտահայտություններով փորձում են այստեղ հիբրիդային պատերազմը վախի որևիցե մթնոլորտ ստեղծեն, բայց առնվազն Հայաստանի Հանրապետության քաղաքացիները արդեն գիտեն, արդեն ճանաչում են եւ էլ չեն վախենում իրենց լեքսիկոններից ու հասկանում են, որ իրենք ոչինչ են, որովհետեւ իրենք իրենց սեփական երկրի սահմանները նույնիսկ բայելու խնդիր ունեն, թող դրա մասին մտածեն։ Իսկ սպառնալիքները գործողության վերածելու հնարավորություն ունեն։ Իհարկե չունեն, որովհետեւ նորից եմ ասում, հենց դա իրենք իրենց սեփական երկրի սահմանները պահելու խնդիր ունեն։ Այսինքն այդ փափուկ ուժի համար ծախսվող գումարները, որոնք արդեն հատկացրել են, դրանք իզուր են ծախսվել։ Իհարկե դրանք ամբողջ հիբրիդային պատերազմի ֆոն են, դրանք քաղաքական process-ներ են, որոնք լինելու են ավելի խորանալու, իրենց բառամթերքը, սպառնալիքները Հայաստանի Հանրապետությանը ավելի է մեծանալու, իրենք փորձելու են վախի մթնոլորտ ստեղծելով ընտրություններում ստանան այն արդյունքն, ինչ իրենք ուզում են, որը իհարկե չեն ստանալու։ Հիմա նախընտրական մթնոլորտին անդրադառնանք Տիկին Խաչատրյան, ինչպես է գնահատում այս ընթացքը, որը ակնհայտ է մինչև հունիս սրվելու է այլընտրանքային ուժերի, փոքր հանրությանը ոչ շատ հայտնի, դեռևս ոչ շատ հայտնի ուժերի համար արդյոք իշխանությունը ստեղծել է պայմաններ մրցակցելու, հնարավորություն ունենալու իր ձայնը տեղ հասցնելու եւ քվե ստանալու։ Մենք շատ ենք լսում, որ Նիկոլ Փաշինյանին ձեռնտու է խորհրդարանում գտնվող ընդդիմությունը ուժերը, որովհետեւ հենց նրանց թիրախավորելով իշխանությունը ամեն ինչ անում է, որ իրեն ընդդիմություն կարգի Ռոբերտ Քոչարյանին կամ Սերժ Սարգսյանի ուժերին։ Դուք ինչ կարող եք ասել մթնոլորտի պայմանների, նախընտրական պայմանների Միանշանակ այսօր ազգային ժողովում գործող ընդդիմությունը նվեր է ցանկացած իշխանություն, որտեղ այն դեմքերը, որոնք Քոչյանի որդին ակնհայտ է այնտեղ նստած ու մնացածը իրենք նվեր են հենց այս իշխանությունեն, ցանկացած իշխանությանով կլինի, եթե իրենք լինեն ընդդիմություն, իրենք ուղղակի նվեր են, որպեսզի իշխանությունը կարողանա իրենց այդ կռիվանելով, լեզվակռիվանելով եւ ոչ մի աղերս չունենալով պետական որևէ շահի, ոչ մի աղերս չունենալով Հայաստանի Հանրապետության շահի հետ, ոչինչ չանելով, ուղղակի իրար հետ կռվելով պահի իշխանությունը։ Դա ակնհայտ է, դա ելի եմ ասում, իրենք նվեր են, իրենք այնքան իրանց մեջ այնքան մեծ անձի պաշտամունքը, որ իրենք նույնիսկ իրենցից այն կողմ չեն տենում ուրիշ տեխնացու իրենց սեփական թիմերում եւ իրենք միևնույն է իրենց դեմքով են գնում, այդքան շատ է իրենց մոտ անձի պաշտամունքը, լավ հասկանալով, որ իրենց Հայաստանի Հանրապետության քաղաքացին առնվազն 80%-ը ուղարկել է քաղաքական աղբաման եւ դա վաղուց նույնիսկ իրենց իշխանավարության տարիներին, որովհետեւ իրենց իշխանավարության տարիներին իրենք երբեք չեն ընտրվել, իրենք ընտրվել են ինչ միջոցներով բոլորիս հայտնի է։ Իսկ այլ կուսակցությունների աչքերով եթե փորձեք հնարավորություն են միշտ ունեցել արտահայտվելու եւ կայանալու թեկուզ նորաստեղծ կուսակցությունները եւ այս տարիներին, այս իշխանության ժամանակ ամենայն դեպս չեմ կարող ասել, որ այլ ուժեր հնարավորություն։ Խոսքի ազատությունն այնքան շատ է, նույնիսկ չափից շատ է։ Հայաստանի Հանրապետությունում արդեն խոսքի ազատությունն ու ամենաթողությունը խառնվել է իրար եւ հնարավորություն այլ ուժեր կայանալու թե սոցցանցային, թե առհասարակ մամուլի հարթակներում առնվազն ունեցել են միշտ կայանալու այնպիսի դիրք ունենալու, որպեսզի կարողանան մասնակցել ընտրություններին։ Եվ ամփոփելով Տիկին Խաչատրյան մեր հարցազրույցը ԱՄՆ փոխնախագահի սպասվող այցով ամփոփենք, ինչ եք ակնկալում, արդյոք մեր ակնկալիքները պետք է լինեն միայն այդ թրիփի հետ կապված հարցերում։ Ոչ, մեր ակնկալիքները միայն դրանում չպետք է լինեն, մենք նաև պետք է սերտ համագործակցենք Եվրամիության հետ եւ Եվրամիության անդամագրվելու քայլերը պետք է սկսենք, որը արդեն իսկ ուշացած է, պետք է սկսած լինեինք վաղուց։ Բայց ինչու չենք սկսում, օրինակ այս իշխանությունը ինչով է կաշկանդված, ինչ է կարծում։ Գիտեք, հենց դրանում է խնդիրը, որ առաջիկա ընտրություններին հանրությունը պետք է ընտրի այնպիսի քաղաքական ուժեր, առնվազն գոնեն ընդդիմության կարգավիճակում նաև ընդդիմություն, որ կարողանան բոլոր արտաքին ուժերի հետ կարողանան պետությանն աշխատեցնել։ Պետք է տեսնեն այնպիսի տեխնացուներ, ով ունի հնարավորություն պետությանն աշխատեցնելու։
իշխանությանն աշխատացնելու օրվա իշխանությանը, թե ապագա իշխանությունը կլինի արևմտամետ իշխանություն, պետք է լինեն պրոռուսական ուժեր նաև, որոնք Ռուսաստանի հետ աշխատեցնել պետք է աշխատեցնեն իշխանությանը եւ նաև հակառակի դեպքում պետք է իսկ չեզոք իշխանությանը պետք է ստիպել արևմտամետ ուժերը պետք է շարունակենք ստիպել, որպեսզի կարողանանք հասնել այն արդյունքին։ Մենք 60,000 ստորագրությունով նախագիծ արդեն իսկ տվել ենք իշխանությանը։ Պարտադիր է լինել արևմտամետ, որպեսզի պաշտպանվի Հայաստանի շահը։ Արդյոք ժամանակը չէ, որպեսզի արևմտամետ, ռուսամետ այդ կատեգորիաները դուրս գան եւ լինեն պարզապես հայամետ։ Գիտեք, առնվազն մենք չենք կարող չաշխատել, այդ պետությունների հետ աշխարհաքաղաքական մեր դիրքը չենք կարող չունենալ։ Մենք պետք է, այո, հայամետ ուժը տեսնում է Հայաստանի Հանրապետության ճիշտ ուղղվածությունը։ Միայն հայամետերը կարող են տեսնել այն ուղղվածությունը, որը պետք է գնա Հայաստանի Հանրապետությունը։ Բայց նույն արևմուտքը ասում են Արցախի էթնիկ զտումը չկանխեց դրանից հետո որևէ գործողություն չիրականացրեց պատժելու Ալիևյան ռեժիմին։ Մեր ռազմավարական գործընկերը պետք է այդ ժամանակ որևէ կերպ աշխատեր եւ ոչ թե արևմուտքը։ Այստեղ կա հստակ Եվրասիական տնտեսական միություն եւ դրա շուրջ մենք ունենք հապկը կար, ով օգնեց մեզ, երբ որ մենք մի կառույցի անդամ էինք, որը կապ չուներ արևմտյան որևէ պետության հետ։ Իսկ ինչի պետք է իրանք գային, իսկ իրանք ինչի պետք է մեզ օգնեին, եթե մեր ռազմավարական գործընկերը չօգնեց, բայց արել են ավելին, քան հնարավոր էր, այսօր անում են ավելին, քան հնարավոր էր։ Շնորհակալ եմ։ Մեզ դիտողներին հիշեցնեմ, որ զրուցում էի Հանրապետություն կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Երևանի ավականու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի հետ։ Մեր ուղիղ եթերները կարող եք դիտել Patreon-ում, նաև այդ հարթակում աջակցել մեզ էկրանին երևացող QR կոդով։